Ողջույն սիրելի հայրենակիցներ, տեսեք ինչ տեսանյութներ եմ հայտնաբերել։ Իհարկե համացանցում շատ կան այս տեսանյութերը, բայց ուզում եմ ընդգծեմ հատուկ այն անձնավորությունների համար, ովքեր 2018-ի եւ ներկայիս մեջ համեմատականներ են փորձում տանել։ Սրա մասին շատ կարևոր բան կա ձեզ ասելու, բայց մինչև այդ դուք պետք է նայեք։ Նայեք ինչ են ասում ամուսին եւ կին արդեն իսկ բաժանված ինչ հայտարարություններ են անում, ինչ են խոսում։ Լսեք ձեր ականջներով, տեսեք ձեր աչքերով, որից հետո կստանաք փաստերով հիմնավորված պատասխան։ Խնդրում եմ լսեք։ Արցախը պետք է ապրի, եւ Արցախը պետք է լինի ինքնորոշված, եւ Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր եւ հպարտ, ինչպես այսօր է, ինչպես եղել է։ Որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում եւ ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա ամուսինն է, Արցախը պետք է լինի ինքնուրույն, հզոր, հպարտ, սրան կանրադառնանք։ Կնոջը լսեք, կնոջը 18 թվին հրապարակում խոսացող կնոջը լսեք, հայրենասեր կնոջն էլ լսեք, որից հետո խոսենք, լսեք։ Մենք միասին, մեզանով, մեր երկրով, մեր զինվորներով, մեր Արցախով, դա մերն է, դա մեր հարստությունն է, որի վրա մենք պետք է փայփայենք, որը մենք պետք է ամեն վայրկյան փայփայենք, մենք դրան կորցնելու իրավունք չունենք։ Լսեցիք, ուշադիր լսեցիք ամենավերջի բառերը, մենք դա կորցնելու իրավունք չունենք։ Լսեցիք նիկոլականներ, Նիկոլ Փաշինյանի կնոջ հայտարարությունը 2018 թվականին, լսեցիք, Արցախը կորցնողները ինչ են, ով են։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լսեցիք, Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է ապրի, այո, բայց դուք պետք է հեռանաք, որ Արցախը ապրի, Հայաստանը ապրի։ Ձեր ստախոսությունների հետևանքով չկա այսօր Արցախը։ Եվ դուք ցինիկի պես էլի դուրս եք գալիս եւ ժողովրդին ասում եք Հայաստանը պետք է ապրի, ես վախենում եմ, չի ապրի։ Ոչ որ դուք ասեցիք Արցախը պետք է ապրի, նույն ձև ես ասում եմ ձեր մնալու դեպքում Հայաստանը չի ապրի։ Ձեր խոսքը արժեք չունի, դուք ինչ ասել եք, հակառակն է տեղի ունեցել, եւ յուրաքանչյուր հայ սա պետք է գիտակցի։ Նրանք այսօր ասում են, որ Հայաստանը պետք է ապրի։ Հարցրեք նրանց, ցույց տվեք այս տեսանյութերը եւ ասեք, որ դուք մի քանի տարի առաջ հայտարարում եք, որ Արցախը պետք է ապրի։ Ինչու խաբեցիք ժողովրդին։ Հետևաբար ձեր խոսքին հավատացողը ձեզ հավատացողը կամ ինքն է իրեն ապուշի տեղ դրել, կամ թույլ է տալիս, որ դուք ապուշի տեղ դնեք իրեն։ Մենք այդ մարդիկ չենք։ Եվ բոլոր նրանք, ովքեր 2018-ի հետ կապված մասնակցություն են ունեցել, առնչություն են ունեցել, եւ դեռևս չեն գիտակցում, չեն կանգնեցնում իրենց ծխալը, չեն հասկանում ինչ են կորցնում, ինչեր են կորցրել, ինչ են կորցնելու, ուշ չէ, սթափվեք, ուշքի եկեք, բացեք ձեր քարտեզը մի հատ նայեք 5 տարվա մեջ ինչ է սարքել, վերցրել այսքան բրոշուրա սարքել ու աջ ու ձախ բաժանումա, հերիք չի եկելա, հանձնելա, նվիրելա, փոքրացրելա երկրի տարածքները։ Հիմա էլ հայտարարում է, որ էսա մեր տարածքը եւ վերջ։ Զրկում է մարդկանց հետագայում իրենց պահանջատեր լինելու հնարավորությունից Ալիևի եւ Էրդողանի պահանջով ուղիղ։ Հասկանում եք, քծնում է դրանով Ալիևին եւ Էրդողանին։ Հանձնել է սարա դու ես այդ քարտեզը, այտենց դարձել է, այդ քարտեզը այտենց չի եղել։ Իրական քարտեզը լրիվ այլ է եղել։ Եվ այդ քարտեզն է հայի քարտեզը։ Դավաճանությամբ եք ասել դրան։ Ու սիրելի հայրենակիցներ,
Այո, ձեզ խաբել են 18 թվականին, սրանք այդ խաբող մարդիկ են, տեսեք ինչ են ասել այդ օրերին, տեսեք ինչերի մասին են խոսել, և բոլոր նրանք, ովքեր համարձակություն ունեն իրենց մեջ ասելու, թե ով ում դավաճանեց, ով դավաճանեց հայրենիքը, ով դավաճանեց գաղափարները, ով դավաճանեց իր իսկ հայտարարությունները, դրեք նայեք, նայեք ով դավաճանեց Արցախը, ով դավաճանեց հանուն փողի, պաշտոնի, վեր ընկավ, կերավ, ծախեց զինվորին հողի մեջ, ով, այսօր բացահայտ է թե ովքեր, ովքեր որ հրաժարվում են այսօր Արցախից, ովքեր որ այսօր շարունակում են Նիկոլի հետ ճանապարհ անցնել, 2018-ի Նիկոլը լրիվ ուրիշ Նիկոլ ա եղել, լրիվ ուրիշ հայտարարություններով, լրիվ ուրիշ գաղափարախոսությամբ, այդ ժամանակ խաբնվելը հասկանալի է, որ նա չի եկել ասել Արցախը Ադրբեջանը և վերջ, բայց հիմա արդեն իսկ ասում է, որ Արցախն Ադրբեջանն է, ուրանալով հազարավոր տղերքի արյուն, այդքանից հետո ինչ կարգի անինքնասեր պետք է լինի մարդը, ինչ կարգի ցինիկ, ինչ կարգի ստոր պետք է լինի, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, տղերքի արյունով պահած հողից հրաժարվի, ես շանտաժ անի ժողովրդին, թե բա չհրաժարվենք, պատերազմ կլինի, խաղաղություն չի լինի, խաբելով, շանտաժով ստիպեն, որ հրաժարվեք այդ հողերից, սթավվեք, ուշքի եկեք, ես էլ հակառակն եմ ձեզ ասում, զիջելով, կզելով, ստորանալով, դա չգրված կանոնա, որ կարան ձեզ խաղաղություն բերեն, դա ձեզ կարան միմյանց ժամանակավոր ստրկություն բերեն, որին կփոխարինի բնաջնջումը, ցեղասպանությունը, ումը ստրկացրի, ումը չոքացրի, նամանավանդ Բարբարոս Ալիևն ու Էրդողանը, դա չի կարող խաղաղ ապրել, Ալիևի ենթակայության տակ, Ալիևի վերահսկողության տակ, Ալիևի հզոր լինելու պարագայում որևիցե հայ չի կարող խաղաղ ապրել, իսկ ինչ է պետք, որպեսզի Ալիևը չկարողանա մեզ ճնշի, առաջին ամենակարևոր բանը ղեկավար, տղամարդ ղեկավար, տղամարդ դիվանագետ, բանակցող, շրջապատ ունեցող, ուժ ունեցող, փորձ ունեցող ղեկավար, եթե ես մի հարցը չենք լուծում, հաջողություն չի լինելու, ստրկությունից դուրս գալ չի լինելու, սա է բանալին, այստեղ է ճանապարհը, առանց տղամարդ ղեկավարի, առանց փորձառու առաջնորդի, այս երկիրը այս վիճակից որևիցե մեկը չի կարող դուրս բերել, Կովկասյան տարածաշրջանի հին գելերի մեջ, Ալիև, Էրդողան, Լուկաշենկո, Պուտին, այս կռուգի մեջ ամեն կաթնակեր չի կարա մտնի Հայաստանի օգտին հարց լուծի, դուք սա պտի հասկանաք, իսկ այսօր մենք ունենք այն ինչ որ ունենք երկրներ, որոնց առաջնորդները իրենք են, և իրենց հետ բանակցելու համար պետքա փորձառու մարդ, տղամարդ, ով կարա, ով ազդեցություն կունենա, անձնական դիրքով, անձնական խոսքով, ապրած կյանքով, անցած ուղիով, միթե սա չեք հասկանում, դուք չեք հասկանում, որովհետև այդ մակարդակում ովքեր են, ինչպիսի կռուգ է, ինչպիսի սխեմա է, Այսա որ գիտակցեք կհասկանաք ով է ի վիճակի այս երկիրը հայի շահը բարձր պահելու, իսկ սրանց պես դավաճանները, վախկոտները, այդ սխեմայից, այդ կռուգից գլուխ չհանողները երբեք չեն հասկանալու այնտեղ ինչա կատարվելու, և հայ երկիրը ստորացնելու, ցածրացնելու են, հետևությունը արեք դուք, Ես ուղիղ պարզ անկեղծ ասում եմ առանց որևիցե անձի շահ պաշտպանելու, իմ թիվ 1 նպատակը հայ ազգի, հայ ժողովրդի, Հայաստանի տարածքներն ու հայ ժողովրդի շահերը պաշտպանելն է, սա է առաջնային նպատակ, ով խոսում է պետական շահից, սա պետք է արձանագրի, իսկ սա արձանագրելու համար
Սրա նրա ամեն ամփորձին ես երկիրը տալով ու երկիրը քանդելով ու երեխեք սպանելով ինչ որ մարդիկ եթե մտածում են պետք է կան փորձ ու չգիտեմ ինչ ձեռք բերեն ուրիշների երեխեքը ձեր համար երեխեքի կյանքերը ձեր համար փորձ է դաշտ չեն արա երրաբլուր գաք մի 4 հատ էլ դուք ավելացնեք որ այս երկիրը լտենակ խելքի բերում եք թե չէ կան փորձառու մարդիկ ովքեր ի վիճակի են եւ ռեալ մտածող մարդիկ պետք է ռեալ որոշում կայացնեն ընտրություններին մասնակցեն սկզբունքայնորեն ոչ թե շահի նյութականի կամ ինչի համար գիտակցեն որ այդ նյութականը կարող է այսօր իրան ստան բայց 3 ամիս հետո թուրքը ձեռներից ամեն ինչ խլի սա պետքա դուք գիտակցեք սառը դատեք խորը դատեք երկար մտածեք